Նոր անձնագրի գույնի հետ կապված մի քանի բան ասեմ։ Մարդկանց կեսը մտածում է, որ այդ նոր անձնագրով պիտի մտնենք Եվրոմիություն, այն մյուս կեսն էլ վախեցած է, որ այդ գույնը կարող է տանի մեզ դեպի կործանում, որովհետև մեր հարևան երկրի անձնագիրը նույնպես այդ գույնի է։ Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն։ Եվրոպան դռները չի բացելու, ասի կարող եք բոլորը թամենալ։ Հարգելիներս, մենք Եվրոպային անգամ ոչ միայն մտածելակերպով նման չենք, մենք եվրոպացիներին ոչ մի բանով նման չենք։ Մենք չենք կարող իրանց հետ կենցաղ կիսել, որ մի բան էլ մտնենք Եվրամիություն եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերվում է այդ գույնից վախեցածներին, մի քանի տեղ տեսա իրանց ուրեմն լուրջ մասնագիտությունների տեր անձինք, բժիշկներ եւ այլն գույնն են տեղադրել պասպորտի ու տարածում են։ Всё, մենք էս դառանք, այն դառանք։ Այդ պասպորտի նկարը դրել են, օգնել հարևան երկրի պասպորտ ու տեսեք ժողովուրդ։ Ինչա լինելու մեր հետ։ Ոնց են էլի ապրում սենց վախերով։ Այնքան ռեալ վախեր կան, այնքան ռեալ խնդիրներ կան, որ չի կարելի էլի սենց հիմար թեմաները սարքել ինչ որ խնդրեմ։ Այնքան խնդիրներ օրինակ կարան բերել, որ դրանք ավելի արժանի են դիտարկման, հա։ Լուսինը ու աստղերը այդ պարագայում պիտի եւս ձեզ վախացնեն, հա։ Այտենց լավ չի, հորդորեք մարդկանց հենց լուսինը դուրս գալուն պես, աստղերը երևալուն պես թաքնվեն։ Վախեցած մարդը արդեն պարտված է։ Սենց երևույթները, որ մեզ վախեցնում են, հա, այս սիմվոլիկայով։ Դուք ո՞նց եք պայքարելու ձեր թշնամի հռչակած պետությունների դեմ, եթե դուք իրանց սիմվոլներից սենց տակներդ եք անում, կներեք արտահայտությանս համար։ Ու դուք ուզում եք նենց անել, որ այս իշխանությունը գնա ու գա որ իշխանությունը։ Թշնամու սիմվոլներից վախեցած, բայց հետները կռիվ անել ցանկացող իշխանություն է։ Մի հատ կողմնորոշվեք, էլի։